Կապանի երիտասարդները Եվրասիա հասարակական կազմակերպության անդամները, Կապանում նախատեսվող ռուսական հյուպատոսության առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չասչիխինի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել հայրենական մեծ պատերազմում զոհված Հունան Ավետիսյանի հիշատակին, ծաղիկներ են խոնարհել նրա հուշաքարին։ Ֆաշիզմի դեմ պայքարում սյունեցիների մեծ դերն է շեշտել Սերգեյ Չասչիխինը։ Այնքան լավ է, որ հենց երիտասարդներն են մեծ հետաքրքրություն ցուցաբերում իրենց պապերի եւ նախապապերի անմոռանալի սխրանքների նկատմամբ։ Հայերի քաջությունն ու հերոսությունը հայրենական մեծ պատերազմի ժամանակ միշտ գնահատում ենք։ Այս մասին հիշողությունը դարձել է հայ ժողովրդի գենետիկ կոդի անբաժանելի մասը, որը դիմադրում է մեր ընդհանուր պատմության իրադարձությունները արտաքինից խեղաթյուրելու փորձերին։ Մոտ 600,000 հայ է զորակոչվել կամ կամավոր մեկնել ռազմաճակատ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։ Նրանց կեսից ավելին զոհվել կամ անհետ կորել է, հիշեցրել են միջոցառման մասնակիցներն ու ընդգծել։ Միայն Սյունիքից 23,000 մարդ է մասնակցել պատերազմին, որից 11,000-ը չի վերադարձել։ Այսօրվա միջոցառումը եւս մեկ անգամ հավաստում է, որ հայրենական մեծ պատերազմը 1941-45 թվականների տեղի ունեցած, դա նաեւ մեր պատերազմն էր, որովհետև այդ պատերազմի արդյունքից էր կախված Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Բարեբախտաբար Թուրքիայի նկարտումները ձախողվեցին եւ հայրենական մեծ պատերազմի արդյունքում Հայաստանը, խորհրդային Հայաստանը մնաց ու շարունակեց դարերի երթը մեր երկրի, մեր ժողովրդների պատմության մեջ։ Մեծ հաղթանակի հիշատակը հարձակման տակ է եւ ունի պաշտպանության կարիք, նկատել է Միկա Բադալյանը։ Այսօր տարբեր ուժեր փորձում են նսեմացնել Հայաստանի դերը խորհրդային միության հաղթանակում։ Մենք, որպես ֆաշիզմը հաղթածների սերունդներ, պարտավոր ենք հիշել այդ իրադարձություններն ու հարգել զոհերի հիշատակը։ Հուսով եմ, Հայաստանի ամբողջ երիտասարդությունը, հետևելով Կապանի երիտասարդության օրինակին, կներգրավվի Հայաստանի ամբողջ տարածքում Եվրասիայի միջոցառումներին։ Բադալյանը շատ է կարևորել այս միջոցառումների շարքը, քանի որ պատմական հիշողությունն է, որ միավորում է մեզ։ Եթե մոռանանք մեր պատմությունը, կդադարենք գոյություն ունենալ։ Լիլիթ Գասպարյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։